Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բան ես զրուցում եմ Մայր Հայաստան շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Շնորհակալ եմ պարոն Թևանյան մեզ միանալու համար, չնայած բավական բարդ իրավիճակ է հիմա Գյումրիում, դուք էլ գտնվում եք այդտեղ։ Իշխանությունները վաղ առավոտվանից այսպես իրավական գործիքներ են օգտագործում շարժման դեմ։ Հակաիրավական ես կասեի, հակաիրավական։ Դու իրավական կոչվողա Եվ կան ձերբակալվածներ կարծեմ, անգամ մանկահասակ երեխաների մորն են ձերբակալել։ Ես ընթերցեցի գուցե վերնագրային էր, չգիտեմ դուք կճշտեք, վնասվածք է ստացել այդ աղջիկը, թեկնածուն ասել էր Արնաոսում ծնողներն են փոխանցել։ Ինչ իրավիճակ է, նկարագրեք իրավիճակը։ Նախ ես ասեմ, վաղ առավոտից իշխանությունները անցել են գործողությունների Մայր Հայաստան դաշինքի դեմ եւ քիչ առաջ տեղեկացանք նաև, որ մեր քաղաքը դաշինքին դեմ են գործողություն անում, մենք դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի այս քստմնելի վարքագիծը եւ հրահանգները, որ նա տալիս է։ Ինչ են արել, ուրեմն առավոտյան մտել են մեր գրասենյակի աշխատակից Արա Ոսկանյանի բնակարան, խուզարկություն են իրականացրել, փորձել են ինչ-որ բան գտնել, բնականաբար չեն գտել, որից հետո տեղափոխվել են Մայր Հայաստան դաշինքի կենտրոնական գրասենյակ եւ այնտեղ են սկսել խուզարկություններ իրականացնել, փորձում են ինչ-որ բան գտնել, փորձում են խոչընդոտել մեր աշխատանքներին, այսօր ինչպես հայտնի է մեր հավաքի օրն է, ամփոփիչ հավաք ենք իրականացնում, մեզ մոտ բան չի փոխվել եւ չի փոխվելու ժամը 17:00-ին Գյումրիում Աբովյան փողոցում տիկնիկային թատրոնի հարևանությամբ տեղի ունենալու Մայր Հայաստան դաշինքի ամփոփիչ հանրահավաքը եւ ես կխնդրեի եւ կոչ կանեի գյումրեցիներին մասնակցել մեր այդ հավաքին, կտրվեն համապատասխան գնահատականները, կներկայացնենք մեր մոտեցումները, այնինչ որ հիմա իրենք անում են, դա քաղաքական հետապնդման ճղճին վարքագիծ է եւ մենք տեսնում ենք, որ իշխանությունը ինքը ներսից լուրջ փլուզումներ ունի, հասկանում են, որ Գյումրիում պարտվելու են եւ այն իշխանազավթումը, որ իրականացրել են ամիսներ առաջ, հիմա փորձում են դա պահել, բայց իրենք շատ լավ գիտեն, որ այդ շանսը չունեն եւ դրա համար էլ դիմում են այսպիսի կեղտոտ գործիքակազմերի, ուժային կառույցներին, տվյալ դեպքում հակակոռուպցիոն կոմիտեին եւ ոստիկանությանն են ներգրավել, ժամերով մեր գրասենյակում էին գտնվում եւ չգիտեմ ինչ էին փնտրում եւ այս առումով բավական տհաճ իրավիճակ էր, փորձեցին կազմակերպչական առումով կազմալուծել մեր աշխատանքները, բայց մեր թիմակիցները էլ ավելի են մարտական տրամադրվել այս ամեն ինչից հետո եւ ես համոզված եմ, որ գյումրեցիները պետք է իրենց պատասխանը տան այս ճղճին քայլերին։ Ինչ վերաբերում է Էմմա Գրիգորյանին, այն աղջկան, որը մեր թիմակիցն է, ես ասեմ, պատկերացրեք էլի այդ թրքաբարով վարքագիծը առավոտ շուտ մտնում են բնակարան, երկու անչափահաս երեխաների ներկայությամբ բերման են ենթարկում օրը եւ տեղափոխում են Երևան։ Կարծես Գյումրիում չեն կարող, չգիտեմ, ինչ-որ հարցեր տալ կամ բնակարանում հարցեր տալ, այդ վախի մթնոլորտն են փորձել տարածել, ինքը փոքր վատառողջություն ուներ, առողջական խնդիրներ ուներ եւ այնտեղ խնդիրներ է առաջացել Երևանում, սակայն ասել են, չէ, մենք չենք տեսնում առերևույթ ինչ-որ խնդիրներ առողջական եւ բժշկական միջամտություն թույլ չեն տվել եւ այս վարքագիծը, որ իրենք կիրառում են, ցույց է տալիս են իրական պատկերը, որը մենք ունենք այսօր։ Ես դա կապում եմ նաեւ վերեք այդ Նիկոլ Փաշինյան, որ ազգային ասում են, որ դեղեր է խմում, բայց խացավը չի անցնում, հավանաբար դեղերի դոզան որևէ կարգավորում չի մտցրել մոտ եւ այդ դեղերի դոզայի ազդեցության տակ եւ նյարդային վիճակի ազդեցության տակ ինքը այդպիսի ապօրինի հրահանգներ է տվել։ Պարոն Թևանյան, հիմա մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ իշխող այդ թիմը քաղաքացիական պայմանագիր կոչվածը պարտվելու է Գյումրիում, հա, որտեղ իրենք նախ 2021-ին էլ էին պարտվել, եկեք դա էլ անկեղծ արձանագրենք, քաղաքացիները, գյումրեցիները, մեր հայրենակիցները ԿՊ-ին չեն քվեարկել, այլ բան, որ իրանք հետո բան ժողովրդի ասած ալալոս գալալոս արեցին, հայտնվեցին իշխանության մաս կազմեցին, չգիտեմ, կոալիցիա, դա թողնենք խոսքով։ Գյումրեցիները 21 թվականից մերժել են Նիկոլ Փաշինյանն ու քաղաքացիական պայմանագիր։ Հիմա բնականորեն էլի մերժելու են, հա։ Նպատակը ո՞րն է, այսպես քրեական գործեր
ձեր խոսքում էլ ասիք մեր քաղաքը դաշինքի դեմ այն ինչ որ ներկայացուցիչների դեմ քրեական գործեր գնում ձեր նկատմամբ են այսպես քրեական գործեր երևի թե փորձվելու են կարվել, հա, իմ տպավորությամբ իրենք հասկանալով որ պարտվում են փորձում են քրեական գործեր շինել, որպեսզի հետընտրական առևտրի մեջ մտնեն քաղաքական ուժերի հետ։ Ես իհարկե բացառում եմ, որ Մայր Հայաստանի հետ կարող են նման փորձ անել եւ հաջողել, բայց եթե սա չի կամ եթե սա է, ո՞րն է ընդհանրապես նպատակը, քրեական գործեր հարուցել։ Ես չէի ասի, որ իրանք փորձելու են ինչ-որ առևտրի մեջ, իրանք ուղղակի փլուզված համակարգ են ներկայացնում եւ փլուզման հետևանք է այս ամեն ինչը, այսինքն մեր այդ ձևակերպումը, որ փորձեն հետո առևտրի մեջ մտնեն, դա մի քիչ արդեն ժամանակավրեպ է, որովհետեւ իրենք հասկանում են, որ պարտված են եւ հիմա ինչ որ քայլեր են անում ցույց տալու համար, որ իրավիճակին տիրապետում են։ Բայց ընտրությունների արդյունքներով գյումրեցիները ես կարծում եմ իրենց այսպեսի լեզվով ասեմ չափալախը կտան այս ամեն ինչին, որովհետև շատ ճղճիմ ու կեղտոտ քայլերի են դիմում, նաև սա ես կգնահատեի հիմարության հետևանքը։ Հիմարությունը որոշ մարդկանց հատուկ գործելակերպ է, բայց քաղաքացիական պայմանագրի դեպքում մենք տվյալ դեպքում չանրաշահում ունենք այդ հատկանիշի։ Հիմարության պերեդոզա։ Պարոն Թևանյան, դեղերը չեն օգնել, այո։ Ձեր առաջնորդած ուժը, որ ընտրություններին մասնակցում է Գյումրու ընտրություններին, եզակի այն ուժն էր, որը նաև իր ծրագրի իմաստով, այն Գյումրու հետ կապված տնտեսական ծրագրի իմաստով, ուներ նաև կոնկրետ աջակիցներ, աջակցություն հայտնվեց, հա, եւ սա իշխանություններ ծանր տարան։ Ռուսաստանի իշխող ուժի պատգամավորի հայտարարությունը, ինչու եմ ես այս հարցը տալիս, որովհետեւ իրենք եթե դուք լսում եք անդադ մենք խոսում ենք հայ-թուրքական սահմանի բացման վտանգների, այսպես թուրքերի հետ իրենց սիլիբելի անելու վտանգների մասն է, իրենք ասում են տնտեսական օգուտներ կունենանք, չգիտեմ, թուրքերը կգան ներդրում կանեն, մենք առևտուր կանենք թուրքերի հետ, հա, սիրելի արտահայտությունն է իրենց։ Ինչու է իրենց համար այդքան ցանկալի կամ երազելի թուրքերի հետ առևտուր անելը, բայց օրինակ մեր երկրի ռազմավարական դաշնակցի քաղաքացիների կողմից ներդրումները այդքան դատապարտելի են, սպասվելիքներ։ Նախ իրենք շատ լավ գիտեն, որ թուրքերի հետ ոչ մի առևտուր չի սպասվում, ոչ մի թուրքական ներդրում չի լինում, չնայած դա մեզ համար ցանկալի սցենար չի, այն առումով, որ գրավելը փափուկ ուժով կարող է լինել, բայց այստեղ խնդիրը նույնիսկ դա չի, եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ դա շատ դրական երևույթ է ներդրումը, ապա Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ թուրք-ադրբեջանական օրակարգը ենթադրում է Հայաստանի Հանրապետության լուծարում։ Իրենք այդ լուծարման ծրագիրն են իրականացնում Նիկոլ Փաշինյանն ու իր նեղ խմբակը, դրա համար ցանկացած բարեկամ դաշնակից երկրի կողմից պատրաստակամություն, որ իրենք ուզում են ներդրումներ անել եւ զարգացնել մեր տարածքը եւ մեր երկիրը, Գյումրին տվյալ դեպքում, իրենք շատ ծանր են տանում։ Հայ-ռուսական կոնֆերանսը, որը մենք կազմակերպել ենք, շատ դրական արդյունքներ տվեց այն առումով, որ Ռուսաստանի պետական, փորձագիտական եւ բիզնես շրջանակների կողմից պատրաստակամություն հայտնվեց ազատտնտեսական գոտու ներդրման մեր ծրագրի կյանքի կոչման պարագայում ռուսական կապիտալի մուտք Գյումրի, որտեղ կա նաև 102-րդ ռազմաբազան, ռուսներն էլ են շահագրգռված, մենք էլ ենք շահագրգռված, որպեսզի մեր տարածքը զարգանա, մեր քաղաքը զարգանա եւ այդ առումով իշխանությունները շատ ծանր են տանում, որովհետեւ հասկանում են, որ այդ դեպքում արդեն իրենց թուրքական ծրագրերը կարող են կյանքի չկոչվել եւ հիմա տեսեք Թուրքիան ու Ադրբեջանը այն պահանջները, որ ներկայացնում են Հայաստանի դեմ, դա ըստ էության Հայաստանի Հանրապետության լուծարման պահանջ է եւ երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ղարաբաղյան շարժումը ավարտվել է, դա թարգմանաբար նշանակում է Հայաստանի Հանրապետությունն է ավարտվել, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղյան շարժման ծնունդ է եւ եթե դու քո ծննդյան վկայականը վերացնում ես ըստ էության որպես պետություն, դու վերացնում ես նաեւ հենց այդ պետությունը եւ սա է որ անհանգստացրել է Նիկոլ Փաշինյանին եւ իր հիստերիկ պահվածքը, ջղատկիցիկ պահվածքը նաեւ պայմանավորված է նրանով, որ ինքը հասկանում է, որ այս ամենին դիմադրություն է լինում եւ ինքը փորձում է նաեւ խուսափել Սահակաշվիլի ճակատագրից, որովհետեւ պետք է պատասխան տա իր արածների համար։ Հիմա ինքը իրեն պահում է ինչպես կրկնա հանցագործը, այսինքն ինքը գիտի, որ այսպես թե այնպես արդեն բոլոր կարմիր գծերը հատել է եւ արդեն
այսպես ասած սմերտնիկի կարգավիճակով փորձում է իրավիճակի վրա ազդել, բայց դա նրան չի հաջողվելու։ Մենք համոզված ենք, որ հայրենիքը մերժելու է այդ քաղաքականությունը։ Պարոն Թևանյան, ինչպես ասացիք, այսօր ժամը 17:00-ին Գյումրու Աբովյան փողոցում սպասվում է ձեր հանրահավաք, հա։ Քարոզարշավը ըստ էության մոտենում է ավարտին, վաղը եւ մյուսօր արդեն լռության օրը, չէ՞, եթե չեմ սխալվում։ Այո։ Լռության օրը, մի խոսքով, ինչ եք սպասում դուք ընտրությունների Նախ արդյունքների իմաստով։ Դե բնականաբար նվազագույն նպատակը քաղաքացիական պայմանագրին իշխանությունից զրկելն է։ Այսօրվա հետ կապված մենք ակնկալում ենք գյումրեցիների ակտիվ մասնակցությունը մեր հանրահավաքին եւ ակնկալում ենք, որ մարտի 30-ին նաեւ ակտիվ մասնակցություն կլինի եւ կոչ ենք անում գյումրեցիներին մերժել քաղաքացիական պայմանագրին եւ ընդդիմության օգտին քվեարկել, տվյալ դեպքում մենք Մայր Հայաստան դաշինքն ենք ներկայացնում եւ մենք ունենք ինչպես միջանկյալ ծրագիր, այնպես էլ երկարաժամկետ ծրագիր տնտեսական զարգացման եւ նաեւ քաղաքական նպատակներ, իսկ այդ նպատակներից գլխավորը ամբողջական իշխանափոխությունն է, որը կարող են գյումրեցիները սկսել հենց մեր սիրելի Գյումրի քաղաքից։ Դուք ձեր խոսքում հիշատակեցիք երեկվա ազգային ժողովի նիստը, վստահ եմ հետևել եք, հա։ Նիկոլ Փաշինյանը նման ջղաձգումների հոգեկան անհավասարակշիռ վիճակում է հայտնվում, երբ իշխանություն կորցնելու վտանգ կա, հա, իսկ իշխանություն կորցնելու կարծում եմ ամենամոտ, այսպես հնչեղ զանգը լինելու է Գյումրու ընտրությունները, որ Նիկոլ ջան Այո, այս առումով պատրաստվի, հա, արդեն վեշերը, չգիտեմ, զուբնոյ չոտք, թրաշի պրիբոր, ինչպես կասեին ռուսները, եւ կլեչ պալասատի շորեր կավես պատրաստել ու սպասել քո ժամին։ Դուք կարծում եք իրականում Գյումրու ընտրությունները այդքան մտահոգ չեն իրենց համար եւ կարող են լուրջ այո, քաղաքական process-ներ գեներացնել։ տեսեք 23 թվականի ողբերգական իրադարձություններից հետո, Արցախի կորստից հետո, որի հիմնական մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է իր վարած քաղաքականությամբ, այդ process-ից հետո սա առաջին ընտրությունն է, որը փաստորեն դառնում է համապետական նշանակության։ Ամբողջ աշխարհը հետևելու է Գյումրիին։ Գյումրիում տեղի ունեցած ընտրությունները ընկալվելու են, գնահատվելու են որպես Հայաստանում տեղի ունեցած ընտրություններ հայ ժողովրդի տեսակետ եւ այս առումով հայ ժողովրդի տեսակետը շատ կարեւոր նշանակություն է ունենալու մեր ճակատագրի համար եւ մենք բոլորս պատասխանատու պետք է մոտենանք գյումրեցիները պետք է իմանան, որ երբ որ 21 թվականին Նիկոլ Փաշինյանը խաբեությամբ ազգային ժողովում կարողացավ իր ցանկալի արդյունքները ստանալ, հայտարարում էր այն մասին, որ Արցախ ինքնորոշման համար է պայքարելու, խաղաղության համար է պայքարելու, բայց հանձնեց Արցախը եւ չի կարող բերել խաղաղություն։ Հիմա մենք եթե թույլ տանք, որ քաղաքացիական պայմանագիրը վերարտադրվի, ապա մենք կարող ենք կորցնել Սյունիքը, մենք կարող ենք կորցնել Հայաստանը։ Այդ առումով Գյումրի ընտրությունները շատ կարեւոր են եւ մենք կոչ ենք անում բոլորին ակտիվ մասնակցության, որպեսզի խափանենք այն թուրքո-ադրբեջանական օրակարգի կատարածումը, որը որ հիմա տեղի է ունենում։ Նիկոլ Փաշինյանը հենց այդ պատճառով էլ նյարդային վիճակի մեջ է հայտնված։ Երեք նա բավական անհավասարակշիռ հիստերիկ վիճակում էր ազգային ժողովում, իսկ դա խոսում է, որ հողը իր ոտքերի տակից գնում է եւ դա է պատճառը, որ ինքը նյարդային շարժումներ է անում եւ նույնիսկ մանկահասակ երեխաների մորը բերման են ենթարկում եւ տեղափոխում են Երևան, նույնիսկ չցուցաբերելով բժշկական օժանդակություն։ Շնորհակալ եմ, պարոն Թևանյան, մենք շարունակելու ենք հետևել իրադարձությունների զարգացմանը, վստահաբար ամսի 30-ին արդեն Գյումրիից կհետևենք իրադարձությունների, ընտրությունների ընթացքին։ Ես էլ գյումրեցի մեր հայրենակիցներին կոչ եմ անում անպայման այսօր մասնակցել ժամը 17:00-ին հրավիրված հանրահավաքին եւ աջակցել Մայր Հայաստանի եւ Կարեն Սիմոնյանին։ Ստեսություն, կհանդիպենք։ Տեղը նաեւ ասենք գյումրեցիներին Աբովյան փողոց։ Այո, Ստեսություն։ սպասում եմ ձեզ։